Ինչպես գիտեք, անցած տարվանից ամառվանից երբ Չարենցավանի անձնագրային բաժինը տեղափոխեցին Հրազդան, քաղաքում լուրջ դժգոհություններ առաջացավ բնակչության մեջ։ Մենք փորձեցինք այդ հարցը բարձրաձայնել, նաև լուծումներ առաջարկել։ Մոտ 10,000-ի մոտ ստորագրություն հավաքեցինք, կոնկրետ վարչապետին դիմեցինք, բայց մինչև օրս Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր այդ դիմումին չի պատասխանել, այլ ուղարկել է ներքին գործերի նախարարություն։ Վերջերս Չարենցավան էին այցելել քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության մի քանի անդամներ։ Այդ ժողովից, երբ այդ ժողովում հարց բարձրացվեց, թե ինչ եղավ այդ անձնագրային հարցը Չարենցավանի հետ կապված, ներկա վարչության անդամներից Ռոմանոս Պետրոսյանը հրապարակային պատասխանեց, որ դա ոչ թե ոլորտային հարց է, ոչ թե ներքին գործերի նախարարության հարցն է, այլ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը պիտի որոշում կայացնի, որտես պատասխան տվեց մեզ։ Հիմա մենք այս անգամ փորձելու ենք քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը դիմենք, որ այդ հարցին լուծում տա, քանի որ մինչև օրս այդ հարցը չի լուծվել։ Չարենցավանից, ասենք 40,000 բնակչություն, օրական չգիտեմ քանի հոգի, 50 հոգի գնում են կամ Եղվարդ, կամ Հրազդան, կամ Աբովյան, կամ Երևան։ Ինչքան ժամանակ է խնդիրը կա։ Մի տարուց ավել է խնդիրը կա, այդ խնդիրը օդում կախված է մնացել։ Իրանք էլ գիտեն, որ այդ խնդիրը կա, ու քանի այդ խնդիրը չեն լուծել, Չարենցավանը իրանք համար դառնալու է շատ լուրջ խոչընդոտ, էլի, իրանք ցանկացած քաղաքացիական պայմանագրի կուսակցության մտնող Չարենցավան, այդ հարցը դրվելու է իրանք առաջ։ Ցանկացած հանդիպման, ցանկացած հնարավորություն օգտագործելու ենք, ասենք այդ հարցը վերջնական լուծում ստանալու համար։ Քանի որ մեր հանդիպումը ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Օվիրի պետի տեղակալի հետ, եւ իրանք խոստացան մեզ անպայման երկու տարբերակ, կամ շրջիկ տարբերակը, կամ էլ երկու հոգի նորից կա Չարենցավան եւ այդ հարցը կարգավորվի։ Իրանք կանգ առան շրջիկ տարբերակի վրա, որը մեր մոտ չաշխատեց, քանի որ շրջիկ տարբերակը ամսվա կտրվածքով մի 2-3 անգամ երևի Չարենցավան չի եկել կամ եկել է, իսկ մարդիկ չեն գնացել, որովհետեւ նախ չեն իմացել, լավ չէ իրազեկվում, կամ էլ իրազեկվել օրը 50-60 մարդ իրանք չեն կարողանալ ընդունել։ Դրա համար իրանք այդ շրջիկ տարբերակը չաշխատավ, մենք պահանջում ենք հիմա երկրորդ տարբերակը։ Քանի որ երկրորդ տարբերակով մենք ուզում ենք, որ երկու աշխատող շաբաթվա 2-3 օրը կանստի Չարենցավան, գործերը ընդունեն եւ գնան Հրազդանում այդ գործերը կարգավորեն, նորից բերեն բաժանեն։ Քանի որ հնարավոր չի, ասենք այդ նախ ֆինանսական ծախսերի հետ եկավ ժողովրդի, երկրորդն է ժողովուրդը մինչև հիմա շատ դժգոհ է։ Ամեն անգամ հանդիպելով մեզ ստորագրահավաքից հետո ասում են ինչ արիք, ոչ բան չարիք, ու եկանք մենք ստորագրեցինք, ոչ որ իրանց խապված են զգում։ Դրա համար հիմա մենք պահանջում ենք, խնդրում ենք, որ այդ հարցը վերանայեն եւ այդ երկու աշխատողի կամ մի աշխատողի տարբերակը Թեկուզ մինչև ժամը 12-ը նստի Չարենցավան, գործերը ընդունեն, 12-ից հետո գնան Հրազդան այդ կարգավորեն։ Քանի որ հարցը լուծված չէ, մեր մինչև վերջ պայքարել ենք, մեր պայքարը տարել ենք, քանի որ մենք այն խումբն ենք եղել, այն տղան մարդիկ ենք, որ մեր խոսքի տերն ենք, մեր համայնքին ուզում ենք ասել, մինչև վերջ պայքարել ենք։ Հիմնականը թող իրանք սպասեն մեզ, հաղթական ավարտենք հասնելու այս գործը։ Այսքան։